Եվրոպան էր եկել իր ոտքով, եկել էր Հայաստան, եկել էր ու ասում էր, որ այդ գնացքը, որ նստել եք, դա Եվրոպա չի գնում։ Այդ գնացքի Նիկոլո մոտիվը քարշակը, այդ գնացքը լրիվ ուրիշ ուղղությամբ է տանում։ Մաքսիմում Թուրքիա միջին Ասիա, էլ այդ երկաթուղու վրա եք լինելու, որը մաշեցնելու է մեզ։ Եվ նրանք հասկացրեցին, որ այդ լոկոմոտիվը պետք է փոխվի։ Հա, նաև հասկացրեցին Ռոբասերժ տեսագին խորհրդարանի, որոնք անդադ ծաղրում են եվրոպական արժեքները։ Նրանց էլ հասկացրեցին, որ սահմանները, որ այսօր այս պահին, այսինքն շփման գիծը դա սահման չի, անառիկ է, դա նաև եվրոդիտորդների շնորհքն է, որին դուք երբեք շնորհակալություն չհայտնեցիք, անգամ չմասնակցեցիք նրանց միջոցառմանը, ոչ դուք, ոչ իշխանությունը, ասել է թե թրքաբոլշևիկյան խորհրդարանը եւ նրա ձևավորած կառավարությունը։ Այդ միջոցառումներին մասնակցել է Բևերը եւ Պաուլ Հայրիկյան։ Իսկ դա եվրոպացիները տեսնում են, նրանք շատ բան են տեսնում եւ նրանք մտահոգ են Հայաստանի համար։ Եթե մտահոգ չլինեին, չէին գա, չէին զգուշացնի։ Ուստի սպասեք իրադարձությունների ի օգուտ Հայաստանի։ Իսկ դու պետք է ստապ լինես Բևերի կանչին կամ դու կանչի Բևերին, որ համատեղ բրցնեք այս թրքաբոլշևիկյան ծանր լծից։ Մնացեք խաղաղությամբ։